300,000 ազերի ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երբ այս լուրը երկու շաբաթ առաջ ստացանք, նախ այլ ճանապարհներով 2-3 ճանապարհով ուղարկվեց, հետագայում առաջարկեցի, որպեսզի ստուգեն, լրիվ ստուգելուց հետո նոր այսօր ելույթ եմ ունենում այս հարցի շուրջը։ Սա ոչ թե 300,000 ազերիների Հայաստան բերել է, իսկ եթե ճիշտը մտածենք, ապա հայերի կեսը պետք է Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գանձակ, Արցախում ապրեին, մոտ 1 միլիոն մարդ այսօրվա դրությամբ։ Բայց ինչ է այս ամենը կատարվում, ամեն ինչ պետք է խորը ուսումնասիրել և հասկանալ, ընդհանրապես այս շան տղեն, Ալիև կոչվածը, մի քիչ ստեց այս անգամ, բայց ընդհանրապես այս հարցի շուրջ նույնպես շատ կոնկրետ և շատ լուրջ պատասխան տվեց Արևմտյան Ադրբեջան։ Որն է այստեղ հարցը, ինչպես են դա ցանկանում կատարել և ինչ հրահանգներ ունեն ադրբեջանցիք։ Նախ կրկեսի ծաղրացում, այս բոլորը ծաղրացումներ են, սրանց մեջ, եթե դուք փորձում եք գտնել հայ կամ հայեցի ինչ-որ բան, ապա սխալված կլինեք, իսկ այն մի երկու ֆիլմ առաջ, որ սրա այս մասում նաև այդ սատանայական նշանն էր, ունքերը այնպես էին հանել, դա ֆիլմից էի վերցրել, կարող եք այդ ֆիլմը նորից դիտել, կարող եմ գտնել ուղարկել ձեզ, ոչինչ սրա մոտ պատահական չէ, սրան արդեն այնպես են նախապատրաստել այդ ամեն ինչին, որ սա հետադարձի ճանապարհ չունի, նույնը սա է, սրան ինչի, երբ որ կապիտուլյացիան ստորագրել էր, փողոցում չսատկացրեցին, դա էլ էր մանիպուլյացիա, եթե այդ ժամանակ այդ թաղային հեղինակությունները, որոնք դուրս էին եկել կառավարության հրահանգով, որպեսզի իբր սրան սատկացնում են մեր ու հարված իբր ու դրանով պրծավ, դա էր, ազգը ոտքի չելավ այդ օրը, ազգը նաև այդ Սամվել Բաբայան կոչվածին չկանչեց, ասեց, այ գեներալ, ուսադիրները թանի գրի եֆրեյտոր, եթե դու քեզ գեներալ ես համարում, այ լրբի լակոտ, ոնց է, սա ստորագրեց ու ճակատից չգնդակահարեցիր սրան, և այսօր սրանք ամենալկտի բառերով դիմում են ազգին և ազգի պետք է չէ, բոլորի մոտ ցավ էր առաջացել, երբ որ ես ալբանացին ասել էր Հայաստանում, թե տղամարդ կա, ինքն էլ մլիցեքի հետևը թաքնված, թող դեմս դուրս գա, իսկ այսօր սրանք հայոյում են, ազգին են հայոյում, ցանկացածիդ են հայոյում, ինչպես ցանկանում են, և ինչ են դա անում, դա նույնպես մտնում է այն ծրագրի մեջ, որով սրանց ստեղծել են, սրանք ստեղծված գործիք են, այս գործիքները իրենց գործը ավարտեցին, այս գործիքների վրա խաչ են քաշելու, իրենց բոլոր ընտանիք և այլն դրանցով սկսած, դրա համար Աննան, այդ տականք պոռնիկը համաշխարհային, իբր սրանից բաժանվեց և կառավարական տնից գնաց, որ հետագայում հայ ազգը ալիբի չունենա իրեն նույնպես ոչնչացնի, երբ որ սրա տվյալները ուսումնասիրում ես դեմքի, ապա տեսնում ես, որ հայկական ոչինչ չկա, ինչպես մի երևի 3-4 տարվա առաջվա ֆիլմերում եմ ասել, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը սրա այս տականքի պոռնիկ կնիկը, սրանց բոլորին արդեն փոքր հասակից սրանց
ստեղծել են, սրանց սովորեցրել են, որ սրանք այսօրով պետք է լինեն։ Սրանք գործիքներ են, եթե ձեզ թվում է, որ սա մարդ է կամ սա, չէ, սրանք մարդ չեն, սրանք գործիք են, իսկ գործիքին պետք է փչացնել, որպեսզի որով փորձում են քեզ ոչնչացնել, այդ գործիքը չաշխատի։ Հասկացա՞ք։ Այժմ նորից ոչ ոքի ներողություն խնդրելու ցանկություն չունեմ եւ ոչ մի այստեղ ոչ գրական բառ չեմ օգտագործել, թույլատրելի, բոզի թուլեք, իրոք բոզի թուլեք։ Մոր կողմից հայ լինելով հենց 1988 թվականին, երբ որ Լուբյանկայում էր, այդ թվականներին արդեն իմացել է իր ծրագիրը, որ Հայաստան չի լինելու, եւ դրա համար բերեց Ալբանացուն, բերեց Նարիմանովին, որի տոկոսային հարաբերությամբ մեծ մասը ջհուդ է, սա ազերու ջհուդի խառնուրդ է, իսկ սա հայու ազերու խառնուրդ է, իսկ սա հայու թուրքի խառնուրդ է, եւ այս բոլոր խառնուրդները այսօր դուրս եկեք, ասեք այ պոռնիկներ, այ բոզի թուլեք, մեզ պատասխան տվեք, այս ինչ է կատարվում, կասեմ ինչի մասին է խոսքը, եւ ընդհանրապես հայերը շեշտում են, անընդհատ վատ բան եք ասում, եւ ինչ որ քանակից սկսել են կրկնակի կամ 30%-ով քիչ նայել, որովհետև լավ բան չեմ ասում։ Իսկ այսօր բազմաթիվ ուրախալի բաներ եմ ասելու, որը վերաբերվում է եւ Հայաստանի մի քանի շրջաններին, եւ միևնույն ժամանակ Երևանի մի քանի թաղամասերին, որ ուրախությունից կցնցվեք բոլորը։ Այժմ չգիտեմ դա որտեղ էր, մեկ հայուի եւ ոչնչություններ, այս տականքը գնացել էր ինչ-որ միտեղ ելույթ էր ունենում, այս ֆիլմը գտեք, միակ այս կինն էր, որին պլյուս տնենք, որ սա հայ էր, կամ գրենք հայ, մնացածը այս տականքի բերած անձնավորություններն էին, հիշեք սրանց, Հայաստան չի լինելու, բայց հիշեք սրանց, որ երկիր էլ մտան ձեզ մոտ, անմիջապես գլխատեք, թեկուս ես երեխային, որին բերել են, սա նույնպես արդեն փչացել է, այս տականքին նայեք, հարձակվում էր այս կնոջ վրա, որը առանց վախի Նիկոլի ոչնչություն լինելը ապացուցում էր եւ ասում, այս երկու պոռնիկներին նայեք եւ այս տականքներին, սրանք եկել են, ինչի գովքն են անում, որ երկիր ես կորցնում դրա գովքը, չէ որ ամբողջ աշխարհը դիտում է, եւ սրանք երկուսն էլ ինձ թվում է նաեւ այս տականքը եւ այստեղ հավաքվածները, որոնք ուղղվել էին այս կնոջ կողմը, որ վերջացրա հատկապես այս երկու փայտով հազիվ մանեկող տականքին, որը փայտով փորձում էր հարվածել իրական հայուն։ Չկա ձեր մեջ գոնե մեկը, սրանց էլ ձեռքները չի հասնում, միշտ քարով գլխին տակ սատկի էս տականքը, սատկի էս տականքը, որ նման տականքները այլևս ելույթ չունենան։ Եվ դիտեք դեմքներին, սրանց մեջ ինչ-որ հայկական ինչ-որ մի բան տեսնում եք, ահա հայը, որ ասեց պատահական դուրս է եկել, տեսա այս ամեն ինչը, եւ միայնակ կինը բոլորի դեմ դուրս էր եկել, բոլորի դեմ, այս տականքին նայեք, սրա հագու կապին նայեք, սրա տեսքին նայեք, սրա մազերին նայեք, արժանի է, եւ ինչ են այս
կարգի տականքների բերում, քանի որ լավ հայերը դուրս չեն գա սրա դիմաց։ Բացի դա, որպեսզի նաև տեսնեն, որ հետագայում ցուցադրեն, որ Հայաստանում մարդ չկար, տեսակ ես ինչ տականքներ էին, տեսակ ես ինչ ոչնչություններ էին սրանք, ու հիշեք սրանց, որտեղ տեսնեք, տվեք սատկացրեք, ոչ ոք ձեզ չի ասի ինչի դա արեցիք, էս մի տականքին նայեք, գոռում էր էս կնոջ վրա։ Հասկանում եք ինչ եմ ասում, բայց սա չի գլխավոր հարցը։ Այսօր շատ քիչ եմ խոսելու եւ հասնում ենք համարյա գլխավոր հարցի։ Նաեւ ձեր մոտ կասկած չի առաջացնում այս փաստը դոգը 15 համար, այս պորնիկը 16 համար։ Ինչ է դա արել եւ վերջում իրեն գցել, որպեսզի ում որ գումարները տվել են, կան սրան պծիճկեն դնեն, եւ մի քանիսն էլ, որոնք չտարբերեն 15-ը 16-ից, դոգի փոխարեն իրեն ընտրեն։ Այդ դրա համար են էս, որովհետեւ ամենաշատ ձայն հավաքողների մեջ կարող է սա լինել, որպեսզի էս տականքին ընտրեն, էս ադրբեջանական, էս բազարնիկի գլխակով, ումից ծնվել է այդ նույնը գենի մեջ մտած է, նա չէր կարող էս գլխակը չկրել։ Այժմ մի փոքրիկ լուր ու անցնենք։ Հայա կամ Քրիստոս, տոկոսային հարաբերության 63-ը հայայի կողմն է, 37-ը Քրիստոսի կողմ։ Ինչպես 301 թվականին ճակատագրական, նույնը կատարվեց։ Ազգի 60%-ին գլխատեցին, ով չէր ընդունում քրիստոնեությունը։ Նույնը այսօր, երբ որ նայում ես 3%-ի տարբերությունը։ Միգուցե այն ժամանակ մոտավորապես են ասել 60%, նույնն է այսօր, նրանք ովքեր չեն հավատում այս խարդախությանը, նրանց տոկոսը 63 է, իսկ մնացածը այսպիսին է, նույնիսկ մեկը գրել էր, ճիշտ է դու աթեիստ ես, ես աթեիստ չեմ, աթեիստը նա է, որ չի հավատում, իսկ ես հավատում եմ և կարող եմ ապացուցել, որ չկա։ Ես աթեիստ չեմ, ես ապացուցող եմ այս կեղծիքին, դրանք տարբեր բաներ են։ Ինձ դուր եկավ նաև մեկ ուսուցչու գրածը, որ երեխաներին հավաքել է այդ NASA-ի ֆիլմը, որ լուսնի հակառակ կողմով շրջապտույտ կատարեցին և եկան, և բոլորին ցուցադրել, ասել է դե տեսեք, այստեղ դուք Աստված տեսնում եք, սա ամենափոքր տիեզերական մարմիններն են, երկիրը և լուսինը, և սրանից ավելի հազարավոր անգամ, միլիոնավոր անգամ մեծ է գալակտիկան, տիեզերքը, դուք տեսաք Աստված, և երեխաները համոզվել են, որ դա սուտ է, սա ստախոսություն է, սա մտցրել են մեր մեջ, դրա համար դուք մարդ աստվածներին հավատացեք։ Աստվածներ ասելով ես ի նկատի ունեմ ամենախելացի մարդիկ, գիտնականները, որոնք գտնում են գյուտ և տալիս մարդկությանը։ Երբ որ 3000 տարի առաջ արդեն հայերին ոչնչացնում էին, սկսվեց դա Ֆրանսիա կոչված տարածությունից և մինչև Ղազախստան կոչված տարածությունը բոլոր կողմերից, իսկ առաջինը դա հենց շոտլանդացիների կղզուց, որը այսօր ասում են բրիտանական կղզիներ, հենց այդտեղից հայերին դուրս անելուց հետո առաջի հարվածը տրվեց այդտեղ։ Ինչ եմ ցանկանում դրանով ասել։ Այսօր վերջին պահն է, որ վերջին հողակտորի վրայից մեզ հանում են, որը արդեն էթնոս է։ Էթնոսը նույնպես գիտեք, դա ինչ է նշանակում, 1000 անգամ ասել եմ։ Այժմ շատ ուրախալի ցնցող լուր Հայաստանի մարզերի բնակչության և վերջում Երևանի մասին կասեմ և այսքանով կավարտենք։
մի քանի անգամ, մի քանի տարի առաջ ստացած մեր նյութերը դեռ ուսումնասիրում էինք։ Մի քանի ֆիլմում մոտավորապես ասել են, որ այսպիսի ծրագիր կա։ Նույնպես Մայքլի նաև ֆիլմում ասել են, որ Չարլզն ու Մայքլը իրար հետ հանդիպելուց գնացել է, որ Հայաստանի փոքրացման կամ վերացման հարցը։ Եվ այսօր ներկայացնում եմ վերջնական տեսքը մի երկու շաբաթ առաջ ստացած Ռիչարդ Մուր, այս անձնավորությունն է, M16-ի ագենտ, որը հիմնականում աշխատում է Թուրքիայի հետ և կովկասյան հարցերով զբաղվում, որը լավ տիրապետում է այստեղ, որտեղ ինչ է կատարում։ Եվ այդ նոր քարտեզները ուղարկվել է Ադրբեջան, Թուրքիա, որից հետո Ռաշիդ Նաբիևը, որը այս անձնավորությունը հանդիսանում է Ադրբեջանի թվային տեխնոլոգիաներ և այլն մի քանի նաև տրանսպորտի նախարարը և իր մոտ նաև հավաքված այս հարցը քննարկելու շուրջ ներկա է եղել նաև մի անձնավորություն, որը իբր ադրբեջանցի է, բայց մեր մարդն է, որի իրական քարտեզները չեմ ներկայացնում, այլ ներկայացնում եմ այնպես, որպեսզի ձեզ հասկանալի լինի։ Եվ արդեն նրանք բաշխում են ամեն ինչ այնպես, ինչպես պետք է, և Հայաստանը ինչպես է բաժանվելու։ Եվ դրա համար այս իբր ընտրություններ և իբր այս ծաղարացումները նորից դուրս են եկել, սրանք տանում են Հայաստանի վերջը։ Այժմ, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, Հայաստան մտնող անդրկովկասյան երկաթուղին սա է։ Մտնում է Այրում կայարանից։ Այրում կայարանը և այստեղ այս մասը մինչև Իջևան, սրանք վերցնում են։ Բացի դա, նաև այս Սևանը կեսով չափ վերցնում են։ Նաև այս։ Իսկ Այրումից հետո արդեն Սանահին, Ալավերդի և այլն Սանահին եկող Վանաձոր, Սպիտակ, Գյումրի և այսպես շարունակ։ Դուք հաշվեք, որտեղով երկաթգիծը անցնում է, 120 մետր հեռավորության վրա մինչև 250, բնակելի տեղերում 120, մնացած տեղերում մինչև 250 մետր, հաշվեք, որ այսպես այս ամբողջը տալու եք իրենց, պլյուս դրան սա արդեն այսպես կտրել տանելու են, սա չկա, այս մասը չկա, իսկ այս մասից օրինակի համար ապրում եք Սանահինում, Սանահինի երկաթգծից դեպի այս կողմը, դրսի կողմը չէ, դեպի ներսի կողմը, դրա համար այստեղ ցուցադրում եմ ներսի կողմով, այս կողմով, այդ սահմանը այսպես գծեք, ու այս ամբողջը արդեն ձեզնից վերցնելու են, այս մասը, ասացի, այս մասը արդեն տրված է, լրիվ տրված է, և սրանք լրիվ մտնում այս քարտեզի մեջ, այսպես սաղ մտնում, իսկ արդեն Ալավերդուց հետո Սանահին և այլն, ձեր քաղաքից Գյումրի երկաթգիծը որտեղով անցնում, 120 Գյումրիի համար 200 մետր էր կարծեմ, 200 մետր դեպի այս կողմ, վերևի մասը թողնում եք իրենց, սա արդեն Ադրբեջան, այսքանը Ադրբեջան և Թուրքիա, այսպես այս ամբողջը Ադրբեջան և Թուրքիա, սա չկա, և Հայաստանը, որը 10,000 քառակուսի կիլոմետր պետք է մնա, այդ 10,000 քառակուսի կիլոմետրը ունենալու է միայն
օդանավակայան, միգուցե Էրեբունին թողնեն ձեզ եւ միևնույն ժամանակ նաեւ բոլոր տրանսպորտային միջոցները նորագույն թուրք-ադրբեջանական, իհարկե բրիտանական պետք է աշխատեն, կարող եք եւ Վրաստանից, եւ Թուրքիայից, եւ Ադրբեջանից գալ Հայաստան, նորից Հայաստանից վերադառնալ։ Այսինքն, սերելի հայրենակիցներ, ովքեր ադրբեջանցիներին կարոտել էին եւ թուրքերին, ասեն, որ շուտով ձեր երազանքը կատարվելու է, եւ դուք կստանաք իմ գծած քարտեզով սա Հայաստանի, նորից ջնջենք եւ ասենք, որպեսզի ձեզ հասկանալի լինի, սա Հայաստան մտնող երկաթգիծն է։ Այս մասը անմիջապես եւ դրա համար այստեղ Մարնեուլ, դա պատահականություն չէր Մարնեուլը, նաեւ Վրաստանից են վերցնում։ Եվ այս մասը արդեն համարեք վերցրած, այսպես այսքանը չկա, այսքանը արդեն Նիկոլը վաղուց ստորագրել է իր պապաների հետ միասին, այսքանը չկա, սա չկա, համարեք սա արդեն չկա, իսկ 25 կայարանից 120 մետր հաշվեք այս կողմի վրա, մինչև 200 մետր նայած տեղեր, հաշվեք եւ այսպես գալիս է Սանահին, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի եւ այսպես շարունակ Արմավիր, հետո մտնում Երևան ու այս մասերը, այս բոլորը արդեն ձերը չէ, այսպես, սրանք արդեն անցել են իրենց, հասկանալի է, այս մի փոքրիկ մասն են թողնելու, ես ավելի մեծ եմ գծե այստեղ, որպեսզի ոչ բոլորը ուրախանան։ Հաշվեք 10,000 քառակուսի մետրը եւ այդտեղ ոչինչ էլ չկա այդտեղ։ Ինչ են սա կատարում։ Սա ազգի կործանման լավագույն տարբերակն է։ Իբր մեծ թուրան են ստեղծում եւ մեծ թուրանը ստեղծելուց Եվրոպան, Ամերիկան, Անգլիան չկարողացան պաշտպանել իրենց քրիստոնյա երկու երկրներին եւ նրանք անմիջապես գծեցին, կառուցեցին մեծ թուրան։ Եվ այս Տրամպի ուղին էլ ինչի համար էր։ Տրամպի ուղին դա ստոպ էր, ստոպը հասկանում եք, երբ որ մեքենան գնում է եւ գրած է ստոպ նշանը։ Ստոպ էր, որպեսզի Հայաստանը բունտ չբարձրացնի, չզինվի, դե Տրամպին ենք տվել, ինչ կա որ։ Հասկացաք այստեղ նորից եմ կրկնում 16 գազամուղ, նավթամուղ եւ ճանապարհներ են անցնելու, հարգանի ճանապարհներ են անցնելու եւ երկաթգիծ եւ այլն։ Ահա թե ինչի նաեւ այս երկաթգծերը սրանք թարմացնում են, մնացել է մեր մասը, իսկ սրանք ինչի չեն կատարում Հայաստանում գտնվող այս 4 պոռնիկները, որովհետև դա արդեն տրված է, դա իրենցի չէ, դա մերը չէ, իսկ իրենց կբավարարի այս մի փոքրիկ 10,000 քառակուսի կիլոմետր, այսպես 10,000 քառակուսի կիլոմետր։ Հիմա կասեք Հայաստանի ռայոնների համար ուրախալի լուր ասեցի, իսկ երևանցիների համար չասացի, սխալվում եք։ Երևանցիների համար նույնպես շատ ուրախ լուր։ Նույնը հաշվեք այստեղ 200 մետր, արդեն Երևանում 200 մետր, 180-ից 200 մետր, հաշվեք Շենգավիթի, որտեղով անցնում են այդ երկաթգիծը, գործարանային, ներքին Չարբախ եւ վերին Չարբախ թաղամասեր։ Այդ երկաթգծից հաշվեք ձեր տունը մոտարապես 180-200 մետր կտեսնեք, ընկնում եք Ադրբեջանի կազմի մեջ, թե ընկնում եք Հայաստանի կազմի մեջ։ Էրեբունի ռայոն, Կայարանամերձ թաղամաս, Սասունցի Դավթի հրապարակը նույնպես, Նոր Արեշ, Էրեբունու արդյունաբերական գոտի, կենտրոն, հարավային սահմանագիծ, Խորենացի փողոցի եւ Սուրմալու Փեթակ տոնավաճառների հարակից թաղամասեր,
նույնպես հաշվեք 200 մետր։ Մալացիա Սեբաստիա, հաղթանակ Չարոտ, թաղամասի եզրագիծ և արդյունաբերական հատվածներ, Աջափնյակ, Սիլիկյան, Նազարբեկյան և Ղափանցյան թաղամասերի արդյունաբերական գոտիներ, Քանաքեռ Զեյթուն, Քանաքեռի վերին հատվածներ և Զեյթունի արդյունաբերական թաղամաս, որտեղ գտնվում է Ալմաստ գործարանը։ Հասկացաք, որ երևանցիներիդ համար նույնպես շատ ուրախալի լուր եմ ասում, նույնպես մտնելու եք դրա մեջ, թուրք-ադրբեջանական մեծ թուրանի մեջ։ Իսկ Հայաստանը այդտեղ ինչպես կաճաշ պետություններն են, ինչպես Անդորան, ինչպես Վադուցը, ինչպես նաև Վատիկանը, որը քաղաքպետությունը Վատիկանին կարելի էր չասել, և նմանատիպ Եվրոպայում գտնվող մանր քաղաքպետություններ, Հայաստանը լինելու է այդտեղ մի կղզյակ։ Իսկ Երևանի այս թաղամասերը, ինչպես նշեցի այստեղ, նույնպես մտնում են այդ ծրագրի մեջ և Երևանը նույնպես, ինչպես Ալիևն է ասում, Երևան тоже наш։ Այնպես որ այս ամենը ինչի համար վաղուց նախագծվել էր, ինչի համար այս մասին խոսեցի և ես երկուսին տեղադրեցի։ Մինչև այդ փորձում էին նոր ուղի կառուցել այս վերևի մասով, այսպես, հետո գային Թուրքիա և այսպիսով նորից մտնեին։ Բայց քանի որ Հայաստանում դիմադրություն չկա, Նիկոլն էլ ինչ ուզում է անում է, Նիկոլի դրդելով և Նիկոլը իր ոտքը դեմ տալով, սկսեցին արդեն այս ձևով։ Ինչպես նաև նշում եմ, իրական գիտնական հայեր և արժանապատիվ հայեր ծնվել են այստեղ և այս մասերում, և սրանք այս բոլորը նույնպես վերցնում են իրենց, որպեսզի կտրվի հայերի գենը, ոչնչանա հայերի գենը։ Այնպես որ իսկ սա բերվել է 2 շաբաթ առաջ, նոր ծրագիր է, նոր ձևով լրիվ կազմված, թե ինչպես պետք է անցնի երկաթգիծը և Հայաստան կոչվածը իրոք որ սահմաններով և այդ 10,000 քառակուսի կիլոմետրը ձեզ համար էլ է շատ։ Երևանը ավելի քիչ տարածություն է զբաղեցնում, երևի քաղաքպետություն մնաք ավելի ճիշտ լինի։ Եվ այստեղ ափսոսում եմ նաև Հայաստանի և երևանցիների այն մասին, որոնք չեք ընկնելու թուրքա-ադրբեջանական այդ թակարդի մեջ։ Եթե ընկնեիք, բոլորդ էլ արդեն կփառավորվեիք, ինչպես Նիկոլը, և նայեք այս լրիվ տվյալները ձեր տնից, ձեր թաղամասից գծեք այդ սահմանը մինչև երկաթգիծը, մետրը վերցրած հաշվելով գնացեք, տեսեք որ կողմն եք ընկնում։ Եթե Հայաստանի կողմը ընկաք, ուրեմն դուք կործանված եք։ Եթե ընկաք արդեն թուրք-ազերական թուրանի տարածությունը, դուք արդեն համաշխարհային չտեսնված անձնավորություն եք։ Այս հասկանալի է, որ ծիծաղելի է այս ամենը ինչ ասում եմ, բայց ամենացավալի հարցն է, և ինչ եմ նաև ասում, որ քիչ եմ ելույթ ունենում, քանի որ արդեն զզվում եմ ես ձեզնից, այս ամեն ինչից, այս ինչ կատարվեց այս 35 տարում ու ինչ կատարվում է հիմա։ Դոգին ասում են շատ կեղտոտ բերան ունի, ես դոգից կեղտոտ բերան ունեմ։ Միայն հարգարժան կանայք կան այստեղ, որոնք լսում են ինձ, դրա պատճառով կեղտոտ բերանս չեմ բացում, բայց սրանք ավելի կեղտի են արժանի, քան ասում եմ։ Եվ հասկացեք, սա անդրություն չի, այլևս կորցնելու ոչինչ չունեք։ Հասկացեք, եթե ձեր բարեկամը կամ դուք այստեղի կամ այստեղի գյուղից եք,
եւ ձեր մնացած բարեկամներն այստեղ են ապրում, ապա արդեն դառնում եք երկու տարբեր պետությունների բնակիչ։ Մեկը այստեղ արքայական Թուրանի բնակիչ եք, մյուսը այստեղ թշվառ Հայաստանի բնակիչ։ Ճիշտ է, հակառակը ընդունեք իմ ասածի։ Հասկացաք այժմ ինչի երկար ժամանակ շատ կծկտուր էի խոսում եւ նույնիսկ խոսելս էլ չէր գալիս, որ խոսեի։ Երբ որ սա լրիվ բացարձապես ճշտեցինք եւ նույնը ճշտեցինք նաեւ Ադրբեջանից, նույնը նաեւ գտնվում է Թուրքիայում, այս ամենը։ Ճիշտ է, Թուրքիայում այդքան էլ չեն ոգևորված ինչպես Ալիևը։ Այս երկաթգծից են կողմ, դա արդեն մերը չէ, դա արդեն ուրիշինն է։ Մենք այստեղ այլևս անելիք չունենք։ Մեկ անգամ կարճ նորից ասեմ, որպեսզի հասկանաք այս ամենը։ Այս մասը, ինչպես նաև Մարնեուլն է եւ Արյումը, ինչպես նաև այսպես Դիլիջանը չէ, Դիլիջանը մնում է մեզ։ Այսպես սրանք սաղ վերցնելու են։ Սրանք սաղ արդեն ստորագրված տված է այս մասում գտնվողը։ Իսկ այս մասում գտնվողը, որտեղ երկաթգիծը անցնում է, երկաթգծից այս կողմ 200 մետր չափեք, ավելի լավ կլինի մեկ թիվ ասեմ եւ բրցնենք, 200 մետր այս կողմ, այս էլ եք տալու։ Տակին մնալու է սա։ Եվ հավանական է, որ այստեղ սա այսպես վերցնեն։ Այսպես վերցնեն։ Սրանք այս ամենը, այս մասը չգիտեմ որքանն է Նիկոլը արդեն ստորագրած տվել, այս մասը տվել է, Զանգեզուրը լրիվ տվել է, այս մասը մի քիչ քարտեզը կարող է այս կողմ են կողմ նկարել։ Ինչի համար, որովհետև սրա մոտ մեր աշխատողը չբռնվի, չսկսեն ուժեղ հետաքննություն ընդեղ։ Իսկ այստեղ այս ամենը հաշվեք 200 մետր, ցանկացած տեղում 200 մետր ձեր տնից մինչև երկաթգիծը եթե կա, ապա դուք ընկնում եք Հայաստանի սահմանի մեջ, իսկ եթե պակաս է, դուք արդեն փառավորված անձնավորություն եք, Թուրանի սահմանի մեջ եք։ Այսինքն Թուրանը դառնում է այսքանը, այս ամբողջը Թուրան է այսպես վերցրեք։ Եվ 200 մետրով գնացեք այս էլ ձեր Հայաստանը մեջ, այս եք։ Այս է մի փոքր կտուր տալու։ Սևանից մի փոքր տալու են, Դիլիջանը մնալու է, մնացած քաղաքները հարց է, կամ քաղաքների մի մասն է մնում, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Արմավիր եւ այլն։ Հասկացաք այսքանը, այս են թողնել։ Եվ Ռիչարդ Մուրի վերջին արդեն հաստատված, ռեալով հաստատված քարտեզը բերվել է, սա է։ Կարող ենք պայքարել, կարող ենք, եւ երևանցիների համար արդեն այս ամենը քննարկեք 200 մետր ձեր տնից հաշվեք ու հասկացեք, սրանք հայեր չեն, սրանք ոչնչություններ են, սրանք աղբ են, նույնը սրանք, նույնը այս պարվաբոզը, նույնը այս պորնիկը, ահա իրական հայը այս անձնավորությունն է եւ նման մարդիկ դուրս եկեք եւ իրար թիկունք, սա մեր ազգի վերջն է, որ արդեն ստորագրված տանում են այսքանը։